վարչապետ դուք կառավարության նիստի ընթացքում անդրադառնալով հեղուկ գազի գնին ասացիք, որ հաջորդ դեկտեմբերին այդ գնի բարձրացումը տեղի չի ունենա, նկատի ունենալով, որ ճանապարհների ապահովապահման կոնտեքստում տեղի չի ունենա, բայց մենք տեսնում ենք, որ բենզին եւ այլ մթերքներն անգամ Ռուսաստանից, Ղազախստանից, Ադրբեջանից հասնում են Հայաստան, ինչու պարոն վարչապետ գազի հեղուկ գազի հիմա չի ներկրվում Հայաստան, քանի որ արդեն ճանապարհն է բացվում եւ արդեն հիմա կարող ենք այդ գնի իջեցումը ունենալ եւ թրիպի հետ կապված պարոն վարչապետ անվտանգության եւ մաքսային կետերի հսկողության առումով դեռ հարցերը ճիշտ է փաստում նշվում են, բայց շահարկումները շարունակվում են, անվտանգությունով է իրականացնելու եւ մաքսակետերում հայ սահմանապահներ լինելու են, հայ մաքսավորներ լինելու են թե ոչ, ու որովհետեւ շարունակվում են փիլումները, որ ինչ տարբերություն սա յուրատեսակ միջանց կա, մեկը միջանցքը տվեցիք։ Գիտեք, տեքստ կա հրապարակված, այնտեղ ամեն ինչ գրված է եւ կարող է միշտ գտնվել մարդ, ով այդ տեքստը կարդա, ասի հա բայց, այսինքն ձեր տեքստը հենց դրա համար է, որ այդ բոլոր հարցերի պատասխանները հնչեն եւ տեքստը տալիս է ձեր բոլոր հարցերի պատասխանները, ասելով, որ մաքսային, սահմանային ոլորտներում Հայաստանի սուվերեն գործառույթները անքննարկելի են։ Այսինքն այդ բոլոր հարցերի պատասխանները տրված են, տեսեք դուք ասում եք մարդիկ կան, որ այդպես են ասում, այդպեսի մարդիկ միշտ կլինեն։ Այսինքն, երբ որ սահմանապահը եւ մաքսավորը կանգնած լինեն, էլի կլինեն մարդիկ, որ կասեն այդ ընդեղ չեն։ Կամ այդ իրանք չեն։ Կամ ընդեղ են ուղակի ձևի համար։ Այսինքն, ես նախկինում էլ այս ամբիոնից առիթ ունեցել եմ ասելու, որ կան տերմիններ. տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Եվ այդ տերմինները ես ասել եմ, որ կարտահայտվեն եւ արտահայտվել են իրականացման շրջանակում։ Ինչ վերաբերվում է մնացած ապրանքախմբերի ներմուծումներին, ես կարծում եմ, որ շուկան ինքը իրեն կարգավորի։ Ես էլի ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունը չի զբաղվում որևէ ապրանքախմբի ներմուծմամբ, կառավարությունը ստեղծում է պայմաններ, որպեսզի մասնավոր հատվածը ձեռք բերի գործարար պայմանավորվածություններ եւ գործի այդ շրջանակներում։ Համոզված եմ, որ շուկան ինքը իրեն կկարգավորի, մեր խնդիրն է, որպեսզի կառավարությունը ստեղծի հնարավորություններ, որ այդ կարգավորման եւ շուկայի խնդիրների լուծման հնարավորություններ ստեղծվեն, ինչը ես կարծում եմ, որ այլևս ակնհայտ է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար